Էս մր կեղնա, վերին կարմիր աղբյուրը, լիսով, կյանքով լի կեղ, իրա սարերով, դաշտերով, մաքուր օթովը, տները իրար կպած են, մղակը մետուսյակյալիս խնձոր, տանց, ու ամառը քամին պիրմա տրանց քաղցր հոտը, մրկեղացի կաշխատասր են, հողը հետ կապված, եթե հյուր կյակ մրղոլը, սեղանը լիքը կլի կինով, արաղով, պանրով, մածունով, ըրեժանով, փռանհացով, սալիով, պաղարճով, պնրաճիլով ու բոլ կարթոփով, մարդիկ էլ սրտաբաց են, վրկյակ ենքան լավ կընդունեն, վերին կարմիրը միշտ էլ հայտնի ալել հողը պահող տղերանցով, մր կեղը մր պարծանքնա, մր հույսը, Օ վրդի ուզմա քինա, մինա վերին կարմիրից լավ տեղ կավաչ, դյուզա, կոպիտ են խոսամ, բայց դես մրկեղի վարվարնա։ Հա, համալ մտիցս ընգյավ ասեմ, թե ես ով եմ, ես Լիլիան եմ։ Կեղի սկզբամը երեքնակին ընթառաջ կաղնածանուր կոչվող հուշակոթողը, դռություն պահող մի պատմություն, Էս շինել են 2015 թվին, իհիշատակ 1915 թվի ցեղասպանության, Էս քարերի միջին ամփոփված մի ամբողջ սերնդի ցավ ու անմար հիշողություն։ Էս էլ մեր կեղի միջնակարգ դպրոցն է, դարեր շարունակ էս դպրոցը լել է գիտելիքի սուրբ օջախ, ուերտիպած են լեն հարիրավոր սրտեր։ Այսքանի վաղտը մեր շուկով նշեցինք դպրոցի հարյուրամյակը, 2020 թվի տվյալներով դպրոցը ուներ մոտավորապես 200 աշակերտ, այսքան տարիների ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալագիր։ Այս մեր կեղի ժամանակի պահապան թանգարանն է, թանգարանը շինել են 1964 թվին, Սերոժ Մխիթարյանի կողմից։ Այս մարդու ցանկությունը ծնվել է Վարսավիրանոցում, Վարսավիրանոցը տանմա հին աման ու որոշմա հվաթի կեղի հին իրերը, որ սերունդներին ցույց տալի զատելի։ Տարիների ընթացքում 3875 նմուշ է հվակվում, որ մտնում ես թանգարան, ոնց որ ամեն մի աման, բուլիկ, արկանք մի հուշելի են բախտվանեց։ Ասել մեր կեղի հին տունն է, տունը տեր համբարձումին ալել, աստուծառայինը, ով տարինի շարունակ կեղի հավատն է ամրացրել, հոգինիքը մագլել, տեր համբարձում ուներ երկու տղա, ավակ տղեն Հովսեփ Պողոսյանը իրեն նվիրեց հայրենիքին, նա դառավ պրոֆեսիոնալ հեղափոխական, սակայն պատմության մութ հորերը խլեցին նրա կյանքը, նա ստալինյան բռնաճնշումների զոհ դառավ, սորել մեր դպրոցը իր անունն է կրում, երկրորդ տղեն Սուրեն Պողոսյանը ուզած կյանքի մյուրուշ ճամփը, գիտության ու հողի միաձուլումը, նա որպես կենսաբան սելեկցիոնիստ դառավ ու հիմնեց հաղողի նոր սորթեր, իր անունը կերել են կենսաբանության 11-րդ դասարանի դասագրքումը, որ անցես կենեմ ես հին տան ղոլովը, են զգացողությունն է, որ հլա ես տան պատերը մկան տեր համբարձում ու աղոտքնին։ Մարկեղի սրտումը վեր ախոյանում հավատքը մի սրբություն, Սուրբ Հովանես եկեղեցի։ Էս մենակ աղոտքի տեղ չի, համալմար հոգու հանգրվաննա, մարինքնության խորհրդանիշը։ Եկեղեցու փառավոր գործը վեր ակալել մարկեղացի Մոսկվայաբնակ Մաքսիմ Օհանյանը։ Նրա նվիրումը ու հավատի շնորհիվ 2012 թվին սկսեց շինարարությունը, ու 2013 թվին Սուրբ Հովանեսը իր ատարները բացարավ կեղի ղաքին։ Այս Սուրբ եկեղեցին սորել իր մեջ միավոր մավենց վեր երեք նհել եկուտ, հիշեցնելով, որ հավատքն ու նվիրումն է, որ սերունդներին կապում է իրար հետ։ Վերին կարմիրը մնակ ծառով ծաղկով չի վեր հայտնի է, այլ խիսախ սրտերով։ Արցախյան առաջին երկրորդ պատերազմի վաղտը կեղի իր ատղեքին գրգեց պատերազմ, հանուն հողի ու ջրի։ Այդ թեժ օրերին հերոսաբար ընկան մեր կեղի ազիս տղեքը, Վալոդիա Դարփինյանը, Վասակ Մխիթարյանը, Անատոլի Ղավալյանը, Հակոբ Չոբանյանը, Վահե Մխիթարյանը, Էրիկ Վիրաբյանը։ Այնքան մաքուրին ես մեր տղեքը, ոնց որ մեր ժողովուրդի սրտից հետույս եկած լիս էր, հմի իրան գապրման մեր հիշողության մեջ։ Մեր կեղի ծերմը ժամանակի հանդարտ ընթացքը պահող լուր վկան կաղնածը, հուշարձանը բարձր ու հոպարտ կաղնալը խոր արմատներով կեղի հիշողության մեջ, ոնց որ ծառ,
որի տիրևնին արդեն քինացել են, բայց շողքը հլա կա մարդկանց սրտերը։ Այս ուշարձը նկղնացրել են հելենական մեծ պատերազմ զոհված մերկեղացիների հիշատակին։ Այս մենակ քար չի, նաև սրբագրված լռությունը, ու ամեն մի անցկեն ու խոնարհվում է։ Մերկեղը տվել է 320 կյանք պատերազմը, 320 անը, որոնք հնչում են մեր ցորենի դաշտը, կյարունքը հոսող առվի միջին, ծնմերը սառը քարերի միջին։ Այս 320-ից 160-ը անհայտ կորել են, առանց շիրիմի, բայց հլա կան իրանք, մերկեղը գիշերային երկնքում, ու ամեն տարի մայիսին մերկեղը մի պահ սուս է անում, որ լսի իրանց ծենը հողի խորքիցը, որ արժանավայել ապրենք։